Բարձր սիրելի հայրենակիցներ, օրեր առաջ ես հրապարակել էի մի փաստ, որ ադրբեջանական պետական նավթային հիմնադրամը համագործակցության հուշագիր է կնքել ամերիկյան 3 մեծ խոշոր ներդրումային հիմնադրամների հետ եւ ուշագրի ուղղություններից էին ենթակառուցվածքների զարգացումը, լոգիստիկ ճանապարհների ձևավորումը եւ այլն եւ այլն եւ այլն։ Ես մտավախություն էի հայտնել, որ արկա է վտանգ, որ ադրբեջանական պետական նավթային կապիտալը, փողը ներգրավված լիներ TRIP-ի ֆինանսավորման մեջ։ Ավելի ուղիղ տեքստով, Ադրբեջանը փայ ունենար TRIP-ի մեջ, անկախ նրանից, որ իշխանությունները հրապարակում են փաստաթղթում նշված մասնաբաժինները Հայաստանի եւ Ամերիկայի միջև, Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, բայց Ադրբեջանը փայ էր մտնելու ամերիկյան կողմի ինվեստիցիոն ծրագրերով։ Եվ այսօր եղավ այդ մտավախության եւս մեկ հաստատում։ Այսօր Հայաստան են այցելել AECOM ամերիկյան ընկերության, որը ինժեներական խորհրդատվական ընկերություն է, ներկայացուցիչները։ Ըստ պաշտոնական հրապարակված տվյալների, իրենք ուսումնասիրելու են TRIP-ի կառուցման մանրամասները, զեկույց են ներկայացնելու եւ այլն եւ այլն։ Առաջին հայացքից ոչ մի զարմանալի բան չկա, բայց երբ որ անում ես շատ պարզ հետազոտություն, պարզ է դառնում, որ այն 3 ինվեստիցիոն հիմնադրամներից մեկը, որը Ադրբեջանի հետ, Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի հետ կնքել է հուշագիր, BlackRock-ը, աշխարհի խոշորագույն ինվեստիցիոն հիմնադրամներից մեկը, կարծում եմ շատերի ծանոթ է BlackRock-ը որպես իր դերակատարմամբ անդրազգային գործունեության մեջ, հանդիսանում է AECOM կազմակերպության երկնիշ թվով տոկոսների, ակցիաների սեփականատեր։ Առկա են բազմաթիվ ապացույցներ AECOM-ի եւ BlackRock-ի փոխկապակցվածության վերաբերյալ։ Ոստի եւս մեկ հիմնավոր կասկած, եւս մեկ խիստ հիմնավորված վտանգ, որ Ադրբեջանը փայ է ունենալու TRIP-ի ֆինանսավորման, TRIP-ի ինվեստիցիաների մեջ։ Հիշեցնեմ, որ արդեն 10-ից ավել օր է անցել այս հրապարակումից, նախորդ հրապարակումիցս, ու մինչ օրս որևէ պետական պաշտոնյա, որևէ ՔՊ-ական չի հերքել կամ չի մեկնաբանել այն մտավախությունը, որ Ադրբեջանը կարող է փայ ունենալ TRIP-ի մեջ։ Խորհուրդս նույնն է։ Տաք հագնվեք, անկախ նրանից, որ եղանակները մի փոքր տաքացել են, եւ մի հավատացեք ՔՊ-ական մանիպուլյացիաներին։ Շնորհակալություն։